Վրաստանի Ախալցխայի շրջանի Մարդիի տաճարում մայիսի 10-ի գիշերը տեղի է ունեցել սրբապատկերների պղծման դեպք։ Անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական եւ ուղղափառ սրբապատկերներն ու դրանք նետել աղբամանի մոտ։ Ըստ Սպուտնիկ Գրուզիայի միջադեպի արդի Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն քրեական գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների կատարմանն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։ Բաշկորտոստանում խոշոր հրդեհ է բռնկվել Նուրլինո նավթամուղային կայանում։ Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են, իսկ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն դեռևս չեն տվել։ Նուրլինո կայանը տրանսնեֆտ Ուրալ համակարգի կարևորագույն հանգույցներից է։ Այն ապահովում է Արևմտյան Սիբիրից եւ Ուրալից նավթի տեղափոխումը մայրուղային նավթամուղներով։ Կայանի աշխատանքի խափանումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանային նավթատրանսպորտային ցանցի վրա։ Набор верен. Внимание, расчет. Вот. Есть вот. Приказ введен. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սարմատ նորագույն ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման կադրերը։ Փորձարկումն անցել է հաջող ու մինչև տարեվերջ Դաշնության զինուժի առաջին հրթիռային գունդը մարտական հերթապահության կանցնի Կրասնոյարսկի ու Ժուրսկ միավորումում։ Սարմատի առաջին փորձարկումը 2022-ի ապրիլի 29-ին է եղել։ Զինատեսակի հայտնվելը ռուսական բանակի զինանոցում զգալիորեն կբարձրացնի երկրի ռազմավարական միջուկային ուժերի մարտունակությունը եւ կդառնա զսպման լուրջ գործոն միջազգային լարվածության ֆոնին, նկատում են վերլուծաբանները։ Սարմատը փոխարինելու է խորհրդային շրջանի հայտնի Voevoda հրթիռներին։ Այս նոր հրթիռը համալրված է ավանգարդ հիպերձայնային պլանավորող մարտական բլոկներով։ Դրանք թույլ են տալիս շրջանցել հակահրթիռային պաշտպանության ցանկացած ժամանակակից համակարգ, շնորհիվ մթնոլորտում գերբարձր արագությամբ մանևրելու կարողության։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը կարող է գերազանցել 35,000 կիլոմետրը։ Սարմատը կարող է կրել 10-ից 15 միջուկային մարտագլխիկ անհատական ուղղորդման հնարավորությամբ։ Սանկտ Պետերբուրգում թմրանյութերի ազդեցությամբ տղամարդը հարձակվել է մի կնոջ վրա եւ փորձել առավանգել նրա երեխային։ Միջադեպի ականատես անցորդները սակայն անմիջապես արձագանքել են եւ օգնել կնոջը։ Նրանց հաջողվել է կանխել առավանգումն ու վնասազերծել հարձակվողին, որից հետո դեպքի վայր են կանչել ոստիկանության աշխատակիցներին։ Թրամփը չի բացառել այս տարի այցելել Մոսկվա։ Ռուսական 10 գործակալության հարցինի պատասխան է արել այդ հայտարարությունը ԱՄՆ նախագահը։ Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի հաստատել էր, որ Վլադիմիր Պուտինի հրավերը Դոնալդ Թրամփին այցելել Մոսկվա շարունակում է մնալ ուժի մեջ։ Պեսկովը նշել էր, որ Պուտինը պատրաստ է հյուրընկալել իր ամերիկացի գործընկերոջը եւ այդ մասին հիշեցնում է գրեթե յուրաքանչյուր հեռախոսազրույցի ժամանակ։ Ենթադրվում է, որ Թրամփի այցը Մոսկվա հնարավոր կլինի, եթե Պեկինում Սի Ցզինփինի հետ բանակցությունները հաջող անցնեն։ Թրամփը կօգտագործի այդ դիվանագիտական թափը եւ մինչեւ տարեվերջ կմեկնի Դաշնության մայրաքաղաք ուկրաինական հարցում վերջնական գործարքի հասնելու նպատակով։ Պեկինի փողոցներում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մայիսի 13-ից 15 նախատեսված պատմական այցին ընդառաջ։ Մայրաքաղաքում տեղադրվել են հավելյալ արգելապատնեշներ եւ մեծ քանակությամբ ոստիկանական տեխնիկա։ Սա վերջին տասնամյակի ընթացքում Սպիտակ տան ղեկավարի առաջին այցն է Չինաստան, որի շրջանակում Թրամփը բանակցություններ կվարի Սի Ցզինփինի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը հոկտեմբերին Բուսանում ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացումն է, երբ կողմերը ժամանակավորապես դադարեցրին առևտրային պատերազմը։ Սպասվում է, որ Վաշինգտոնը կփորձի երկարաձգել հազվագյուտ հողային տարրերի արտահանման վերահսկողության կասեցումը եւ կքննարկի գյուղատնտեսության ու էներգետիկայի ոլորտում խոշոր գործարքների հնարավորությունը։ Տնտեսական հարցերից բացի օրակարգում են Իրանի հակամարտության կարգավորումը, միջուկային զինաթափման խնդիրները եւ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, որոնք առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանի կայունության համար։ ԱՄՆ
ԱՄՆ գաղտնի հետազոտական գնահատականները ցույց են տվել, որ Իրանը պահպանում է հերթիրային զգալի կարողություններ, չնայած Թրամփի վարչակազմի բազմաթիվ պնդումներին, թե Թեհրանի զինուժը ջախջախված է, հայտնել է New York Times-ը։ Պարբերական նշել է, որ Իրանը դեռևս տիրապետում է իր նախապատերազմյան հերթիրային պաշարների եւ շարժական արձակման կայանքների մոտ 70%-ին։ Պարզվել է նաեւ, որ Իրանի ամբողջ տարածքում գտնվող ստորգետնյա հրթիռների պահպանման եւ արձակման կայանների գրեթե 90% այժմ մասնակի կամ ամբողջությամբ գործունակ է։ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հրաժարականն են պահանջում սեփական թիմակիցները։ Նախորդ շաբաթ տեղի ունեցած տեղական ընտրություններում լեյբորիստական կուսակցության կրած ջախջախիչ պարտությունից հետո իրավիճակը կտրուկսրվել է, երբ կառավարության կազմից դուրս է եկել կրոնի եւ համայնքների հարցերով նախարարը։ Իր հրաժարականի նամակում նա դիմել է Սթարմերին, նշելով, որ ոչ բրիտանական հանրությունը, ոչ էլ ինքնանձամբ չեն հավատում, որ գործող վարչապետը կարող է առաջնորդել այն փոփոխությունների ուղով, որը խոստացել էր։ Նախարարի քայլին զուգահեռ 70 լոյբորիստ падգամավոր պաշտոնական դիմում է ներկայացրել վարչապետին, պահանջելով անհապաղ լքել պաշտոնը։ Չնայած այս աննախադեպ ճնշմանը, Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ եւ շարունակելու է կառավարել երկիրը։ Ըստ փորձագետների, այս ճգնաժամն ունի մի քանի խորքային պատճառ՝ իրենց խոստացած փոփոխությունների ձախողումը, կուսակցության ներքին պառակտումը, արտաքին քաղաքականությունը եւ Իրանի հարցը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։ Իսպանիայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է երկրում հանտավիրուսով վարակման առաջին դեպքը։ Ըստ նախարարության տվյալների, պացիենտի թեստը, որը նախկինում տվել էր դրական արդյունք, վերջնական հետազոտությամբ հաստատվել է։ Առողջապահական մարմինները հայտնել են, որ զբոսաշրջային նավից տարհանված մյուս 13 անձի թեստավորման արդյունքները բացասական են եղել։ Նրանց մոտ վիրուսը դեռևս չի հայտնաբերվել։ Չինական Unity Robotics-ը թողարկել է կառավարվող ռոբոտ տրանսֆորմեր, որն ընդունակ է տեղաշարժվել 2 եւ 4 վերջույթների վրա։ Այն կարելի է օգտագործել որպես քաղաքացիական տրանսպորտային միջոց։ Ռոբոտի քաշը մարդու հետ միասին կազմում է շուրջ 500 կիլոգրամ։ Ռոբոտ տրանսֆորմերի գինը սկսվում է 3.9 միլիոն չինական յուանից, որը մոտավորապես 574 000 ամերիկյան դոլար է։